Քանի որ դուք 2007-ին մեծամասնականով ընտրված միակ պատգամավորն եք Դաշին կուսակցությունից, վերջին օրերի իրադարձությունները ինչպես է գնահատում Սամվել Բաբայանի հետ տեղի ունեցածը, հիմա արդեն Լեռնային Ղարաբաղում այս գործընթացները, որքանով դուք կապ ունեք Սամվել Բաբայանի հետ։ Սամվել Բաբայանի հետ իմ հարաբերությունը շատ լավ է, շատ նորմալ է, որպես ավագ ընկերոջ եմ ընդունում Սամվել Բաբայանին, բնականաբար բոլորդ էլ գիտեք, հիշում եք 2007 թվականին ազգային ժողովի ընտրություններին մասնակցել եմ Դաշին կուսակցությունով, Սամվել Բաբայանի կուսակցությունով եւ ընտրվել եմ պատգամավոր, այսինքն քաղաքական ճանապարհի սկիզբը Սամվել Բաբայանի հետ եմ անցել եւ երբ որ Դաշին կուսակցությունը արդեն փակվեց, լուծարվեց, այդ ժամանակ ես որպես անկախ անկուսակցական պատգամավոր եմ աշխատել ազգային ժողովում։ Հարաբերություններս նորմալ, մարդկային։ Ինչպես եք վերաբերվում այս օրերին նրա գործունեությանը եւ Լեռնային Ղարաբաղում ըստ էության պաշտոնյաները այդպես նրան չընդունեցին, ստեղծված իրավիճակ ինչպես է գնահատում։ Ճիշտ ասած, այդպես հստակ ինֆորմացիա չունեմ, որ կոնկրետ գնահատական տամ, ընդամենը կարող եմ ասել, որ ուրախ եմ, որ Սամվել Բաբայանը Հայաստանում է եւ պատրաստական է կոնկրետ Լեռնային Ղարաբաղում իր ներդրումը ունենալու այս պատերազմական շրջանում, իսկ մնացած առումներով մանրամասներ չգիտեմ եւ չեմ կարող։ Դուք նրան տեսնում եք Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարի պաշտոնում կամ մեկ այլ պաշտոնում, իշխող հանրապետականը օրինակ տարբեր ներկայացուցիչներ նշում են, որ այդպես չի, որ թափուր տեղեր կային եւ նրան են սպասում, մի մասը ընդհանրապես ասում է, որ նրա համար տեղ չկա։ Ձեր կարծիքով նա որքանով է հավակնում այդ բանը։ Ճիշտ ասած, ես չէ որ պետք է կոնկրետ ասեմ, որ այս տեղը կամ այն տեղը, կոնկրետ Սամվել Բաբայանը հստակ իր քաղաքականություն մտնելու եւ պաշտոններ ստանձնելու հետ կապված կոնկրետ ինչքան որ մամուլով տեղեկացել ենք, հստակ այդ մարդը ասում է, որ ինքը նմանատիպ նպատակներ չունի, քաղաքական նպատակներով չի եկել, պաշտոնի ցանկություն չունի եւ այս առումով կոնկրետ հստակ այդ մասով ես կոնկրետ իր փոխարեն պատասխանել, դա իմ կարծիքով ճիշտ չի, քանի որ հստակ Սամվել Բաբայանից լսած ինֆորմացիան է, որ այդ մարդը կոնկրետ նմանատիպ ցանկություններ չունի։ Ըստ էության դուք այնքան մտերմիկ կապ չունեք, որ իմանաք, չեք հանդիպել նրա հետ վերադառնալուց հետո։ Հա, չեմ հանդիպել եւ այդպես մանրամասն ինֆորմացիա չունեմ, ես անձնական ինֆորմացիա ունեմ, այն ինֆորմացիան ինչ բոլորս ունենք։ Լեռնային Ղարաբաղի ազգային ժողովի պատգամավորը ծեծի ենթարկվում, հետո նա հրապարակում է մի ինֆորմացիա, որին փաստորեն պատասխանում է Բաբայանը եւ ասում գալաթ է սարել, այն նման որակումներ է տրվում, ինչի կհանգեցնի այս լարված մթնոլորտը։ Ճիշտ ասած չեմ կարող ասել, քանի որ Ղարաբաղում է այդ իրավիճակը, այնտեղ է այդ ամեն ինչը կատարվում եւ մանրամասը հստակ դե բնականաբար պատգամավորին ծեծի ենթարկելու ոնց կարող ես խրախուսել կամ ոնց կարող ես ասել լավ են արել, բայց քանի որ այսօրվա դրությամբ հստակ ինֆորմացիա չկա եւ հստակ չգիտենք ինչի մասին է խոսքը, կոնկրետ գնահատականներ տալը դժվար է, բայց այն ինչ որ կոնկրետ պատգամավորի հետ կապված պատգամավորը ծեծի ենթարկվել, ես որպես ինքս պատգամավոր իհարկե բացասական եմ վերաբերվում եւ դատապարտելի է այդ արժեքը։ Ինչու չեն ուզում հանդիպել Սամվել Բաբայանի հետ, թե տեղի իշխանությունները, թե Լեռնային Ղարաբաղի իշխանությունները, ըստ էս ինչու՞ է։ Ճիշտն ասած, այդ հարցին ավելի ճիշտ կպատասխանի Լեռնային Ղարաբաղի իշխանությունը կամ կոնկրետ Սամվել Բաբայանը, քանի որ իրենք ավելի լավ գիտեն ով ցանկություն ունի հանդիպելու, ով ցանկություն չունի կոնկրետ հանդիպելու։ Մեկ անհրաժեշտություն կար նրա վերադարձի, հաշվի առնելով քարորիա պատերազմը, ստեղծված իրավիճակը եւ նաեւ մի խումբ կար, որ պահանջում էր նրա վերադարձը։ Ես կարծում եմ յուրաքանչյուր մարդու կարիքը պահանջը կա, ովքեր որ Հայաստանից գնացել են, յուրաքանչյուր մարդու կարիքը կա, թե հերոսի, թե հրամանատարի, թե գեներալի, թե շարքային քաղաքացու կարիքը կա այսօր հետ գալու Հայաստանի Հանրապետություն եւ Լեռնային Ղարաբաղ։ Մի շարք թերություններ են անշում։ Նրան հակադարձում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը։ Ի վերջո որտեղ է ճշմարտությունը։ Ի վերջո ճշմարտությունը իմ կարծիքով կոնկրետ Լեռնային Ղարաբաղում է եւ իրենք ավելի լավ գիտեն այդ ճշմարտությունը, քանի որ կոնկրետ Սամվել Բաբայանը իր մասով է ասում, այն մասով էլ այն կողմից էլ այսպես հակափաստարկները բերվում, ավելի ճիշտ երևի միմյանց հանդիման արդյունքում պարզ կլինի, թե ով է ճիշտ, ով է սխալ, բայց ամեն դեպքում ամեն մեկը հրաբարակավ իր դիրքորոշումն է հայտնում, այդ մասով չեմ կարող։ Ռուսաստանից եկած գործիչ է, ռուսամետ գաղափարներով, քանի որ դուք նրան շատ լավ եք ճանաչում եւ ճանապարհ եք անցել, ինչ կարող եք ասել։
կոնկրետ այդ մասով ավելի ճիշտ պատասխան կտա Սամվել Բաբայանը, քանի որ նմանատիպ մեղադրանքներ իր հասցեին է հնչեցվում եւ հստակ ավելի լավ այդ հարցերի պատասխանը կտա։ Նա որքան էլ ասում է, որ քաղաքական որևէ կուսակցության չի հարում եւ քաղաքականության մեջ իրեն չի տեսնում, այնուամենայնիվ, եթե որևէ կետից նա քաղաքական հայտ ներկայացնի, կմիանա արդյոք Սամվել Բաբայանը։ Սամվել Բաբայանը հստակ քաղաքականության հետ կապված իր պատասխանը տվել է, որ քաղաքականություն մտնելու նպատակ ցանկություն չունի, բնականաբար, եթե կոնկրետ քաղաքականություն մտնելու նպատակ եւ ցանկություն չկա, ինչ միանալու կամ ինչ ճանապարհ անցնելու մտնել դաշինք։ 2007 թվականն է դա, 2006 թվականն է դա եղել, ընդհանուր հանդիպումներ Սամվել Բաբայանի հետ, քննարկումներ, նմանատիպ հանդիպման արդյունքում է եղել, որ ես այդ որոշումը կայացրել եմ։